Արի։ Ժողովուրդ կենտրոնացեք, որ գաք մեր հետևից։ Հետ են խոսում ժողովուրդ խոված են, հետ են խոսա։ Այսինքն դուք մեզ արգելում եք փողոցներում փայլելը, ի՞նչ է խնդիրը։ Ի՞նչ է դե։ Ի՞նչ է մեր, ի՞նչ է կարել։ Դուք եք մեզ արգելել։ Նշվել է, այդ էդից Ամիրանով պրոսպեկտա վերեք։ Մեզ ասեցի, չէ ուզել փողոցային, ամբողջ փողոցի աշխատանքը Ամիրան մենք ուստես միշտ հարգում ենք, վերեք ոչ մեկը Այդպես վերեք, ասեցի, որ ասեք հեսա մեր ղեկավարությունից կմոտիկանան, ձեզ ամեն ինչը Չէ, հիմա մենք ասենք փողոց նոր, այսինքն մենք մեր քաղաքում իրավունք չունենք շարժվելու։ Դուք չեք կարող մեզ արգելել։ Մենք որպես քաղաքացիներ չունենք եւ շարժվում ենք ու ուզում ենք Գոհուտան, հասկանում եմ քաղաքացիայի կանոն Չեն թողնում ենք փողոց անցնենք, ժողովուրդ տեսեք չեն թողնում։ Դուք չեք կարող։ Դրա համար եմ ասում, մոտիկաները ձեզ ասի, ներկայային ժողովուրդան, վերեք չառաջանան, մի քանի հասկանում մի քանի րոպե վերեք ներկայային վերեք ստես սպասեք 5 րոպեա բանա հարգին վերեք հիմի ստես ոչ մեկ էս կոնֆլիկտ ժողովուրդն է երկու գուտությունը դուրս տվեց ձեր կազմակերպիչը ասեց կազմակերպիչը ասել է որ Հարգելի ընկերներ, արձանագրենք մի փաստ, որ ամենասկզբից հավաքին մենք տեղեկացրել ենք այն երթուղու մասին, որով մենք անցնելու ենք։ Այս պահի դրությամբ հաստատի մեր իրավունքը ոտնահարվում է, մեր իրավունքները սահմանափակվում են։ Ոստիկանությունը չի ուզում թույլ տա, որ մենք անցնենք դեպի կառավարության շենք։ Խնդրում եմ բոլորը կենտրոնացեք, որովհետև դա պարտադիր տեղի է ունենալու։ Որևէ մեկը չի կարող խոչընդոտել մեր խաղաղ երթի իրականացմանը։ Սա մեր քաղաքն է և մենք իրավունք ունենք ազատ տեղաշարժի։ Այո։ Օր։ Ուր է իրաց ղեկավարը։ Դրա համար հոգոց ենք։ Անցեք ժողովուրդ, անցեք։ Թողեք անցնում եմ։ Ժողովուրդ ջան, դեպի Որևէ մեկը չի կարող խոչընդոտել, որպեսզի մենք այսօր իրացնենք մեր իրավունքը։ Մենք անցկացնում ենք խաղաղ երթ, մեկ պահանջով, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը։ Պետք է վերադառնալ քննարկումների սեղան։ Մենք թույլ չենք տալու երկիմաց դրույթներ, մենք թույլ չենք տալու կենդանիների զանգվածային հավատ և ոչնչացում։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կգնում ենք ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ժողովուրդ հավաքվեք։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Հիմա պահանջում ենք
ազգային ժողով։ Դիմեն ենք դիմումներով, պաշտոնական գրություններով, պահանջով, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, տեղի ունենան բաց իրական քննարկումներ մասնագիտական հասարակական կազմակերպությունների հետ, մասնագետների հետ, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչների հետ, կենդանաբաշխների հետ, այն նախարարությունների ներկայացուցիչների, որոնք որ հետագայում պետք է առնչություն ունենան տվյալ օրինագծի աշխատանքների հետ։ Բոլոր մեր այդ պահանջները մնացել են անպատասխան, որևէ պաշտոնական գրության եւ որևէ պաշտոնական պատասխան մենք չենք ստացել։ Եվ զուգահեռ դրան մենք ունենք մի իրականություն, երբ որ մեր ձայնը այսօր բացարձակ լսելի չէ։ Եվ այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հերթական անգամ մենք բոլորս արձանագրենք, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի ընդունվի մի օրենք, որտեղ չկան հստակեցումներ, որտեղ չկան հստակ դրույթներ, որտեղ օգտագործված են եզրույթներ, որոնք որ հետագայի համար թողնում են բազմաթիվ բաց դռներ։ Այն է կենդանիների զանգվածային հավաք, որը միանշանակ բերելու է կենդանիների զանգվածային քննեցման։ Քանի որ տվյալ նախագծում ամրագրված չէ, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը պետք է իրականացվի միայն ստեղծված ճանապարհով։ Ամրագրված չէ, որ կենդանիների կարգավորումը չի կարող լինել քննեցման միջոցով եւ այդ առումով քննեցումը արգելված է։ Որևէ մեկը թող չտա մեզ հղումներ անասնաբուժության օրենքին։ Անասնաբուժության օրենքում նույնպես չկան ամրագրված այդ դրույթները, որոնք կապված են կենդանիների թվաքանակի կարգավորմանը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք եւ կրկնում ենք. ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Գտնվելով կառավարության շենքի մոտ ուզում ենք եւս մեկ անգամ արձանագրել այն խայտառակ վիճակը, որը առ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, տարբեր համայնքապետարանների կողմից, երբ որ հայտարարվում են ստեղծման տենդերներ, տվյալ տենդերները վերցնում են անհայտ անհասկանալի սպաներ, որոնք որ չունեն որևէ մասնագիտացում կենդանիների հարցի առումով։ Իրականում ստեղծվում է մի իրավիճակ, երբ որ մսխվում է պետական բյուջեն, երբ որ չի իրականացվում աշխատանք, երբ որ հանրության մոտ առաջանում է թյուր կարծիք, որ ստեղծումը չի տալիս որևէ օգտակարություն, ինչը չի համապատասխանում իրականությանը, այն որ այսօր վերահսկողության բացակայության պատճառով մենք ունենք նման անփույթ իրավիճակ, այն որ այսօր լինելով ապրելով 21-րդ դարում մենք առ այսօր չենք իրականացրել ստաբիլ ստեղծման ծրագիր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով։ Առ այսօր չենք դրել շատ խիստ օրենքներ եւ դրույթներ կապված կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ։ Այն որ մենք այսօր մոռացել ենք այն մասին, որ անդուն կենդանիները իրենք չեն ընտրել փողոցում ապրելու ուղին, որ այդ ամենը սկսել է մարդուց։ Դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ընդունել մի նախագիծ, որի խմբագրությունը չի տալիս մեզ այսօր եւ որևէ հստակեցում, որի խմբագրությունը այսօր ձեր ստորագրությամբ լիազորում է այդ կոռուպցիոն սխեմաները։ Մենք պահանջում ենք, որպեսզի լինի հստակ հանրային վերահսկողություն, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի փոխվեն այդ նախագծի բոլոր երկիմաց եզրույթները, լինի կատարված մասնագիտական աշխատանք, որպեսզի ընդունելուց օրենք մենք ոչ թե ունենանք թղթի կտոր, որը հետագայում որևէ կարգավորման չի բերելու, այլ իրապես ունենանք ամբողջականացված օրենսդրություն եւ արդեն իսկ 2, 3, 4 տարի անց մենք տեսնենք արդյունք, ունենանք արդյունավետություն եւ այո, ոչ ապօրինի քննեցմանը, Ոչ ապօրինի քննեցմանը։ այո հանրային վերահսկողությանը, Այո, հանրային վերահսկողությանը։ ստեղծումը միակ միջոց, Ստեղծումը միակ միջոց։ կենդանիներն ունեն ապրելու իրավունք,
Մեզ համար անհասկանալի է մնում մի հարց, թե ինչպես է հնարավոր, որ ազգային ժողովի պատգամավորներն այսօր իրենց թույլ են տալիս չպատասխանել պաշտոնական գրություններին։ Մեր իրավունքն է դիմել պաշտոնական գրություններով, մեր իրավունքն է ստանալ պաշտոնական պատասխաններ։ Մենք այսօր արձանագրում ենք, որ դեկտեմբերի 4-ին ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Մերի Գալստյանը տարածեց ապատեղեկատվություն, բացահայտ ապատեղեկատվություն, խոսելով այն մասին, որ տվյալ նախագիծը քննարկվել է աշխատանքային խմբի ներկայությամբ, մասնագետների ներգրավմամբ, կենդանապաշտպան ՀԿ-ների ներգրավմամբ, որոնք որ տվել են դրական կարծիք և եզրակացություն։ Կառավարության շենքի մոտ գտնվելով մենք բոլորս այս պահին հստակ արձանագրում ենք, հստակ բարձրաձայնում ենք, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Կենդանապաշտպան հիմնական գործող ՀԿ-ներն այսօր այստեղ են, կենդանասերներն այսօր այստեղ են։ Մեր ձայնը լսելի չէ, մեր ձայնը առայսօր լսելի չէ և մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ձայնը հնչի ազգային ժողովի բարձր ամբիոնից, որպեսզի արդարություն սահմանվի, որպեսզի տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի վերջ դրվի կոռուպցիոն սխեմաների, որոնք որ գործում են կենդանիների հաշվին, որոնք որ այսօր անում են այնպես, որ հանրության առջև ստեղծվում է տպավորություն, թե ստեղծված ծրագրերը չունեն օգտակարություն և որևէ կերպ չեն կարողանում տվյալ հարցը կարգավորել։ Դա չի համապատասխանում իրականությանը, չի արվում իրական աշխատանք, չի արվում իրական ծրագիր, ինչի հետևանքով մենք այսօր ունենք այսպիսի բարձի թողի վիճակ։ Այսօր մենք լիազորված չենք ունենալ հստակ հանրային վերահսկողություն։ Տվյալ օրենքում հանրային վերահսկողության մեխանիզմը պետք է հստակ ամրագրված լինի, որպեսզի մենք իրավունք ունենանք մուտք գործելու օրհակներ, որպեսզի մենք հասկանանք այդ բյուջեն ինչպես է ծախսվում, որպեսզի մենք հասկանանք ինչ իրական աշխատանք է տեղի ունենում, որպեսզի մենք կարողանանք կանխել կենդանիների ապօրինի քննեցումը։ Եվ այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք. ոչ անօրեն քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, Ստերջացումը միակ միջոց։ կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Ընկերներ, խնդրում եմ ուշադրություն, հիմա շարժվում ենք դեպի պրոսպեկտ, այնուհետև բարձրանալու ենք նորից դեպի Կասկադ, Քավանյանի արձանի մոտ։ Խնդրում եմ մի բաժանվեք, հետևի եկողները փոքր ինչ արագ գան, որպեսզի մասնակցեն և լսեն, թե առջևում ինչ է տեղի ունենում։ Շարժվենք, ժողովուրդ ջան։ ոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուշադրություն դարձնել մեր բարձրաձայնած խնդրին։ Եթե դուք այսօր խոսում եք նրա մասին, որ ցանկանում եք գնալ դեպի Եվրոպա, ուրեմն իրապես ուսումնասիրեք այդ պետությունների փորձը, իրապես ուսումնասիրեք տվյալ պետությունների վերաբերմունքը կենդանիների նկատմամբ, փորձեք հասկանալ, որ մարդու իրավունքն ու կենդանիների իրավունքները չի կարելի տարանջատել։ Կենդանիներն այսօր չեն կարող խոսել, մենք ենք խոսում նրանց փոխարեն, մենք ենք նրանց ձայնը, և այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք ոչ ապօրինի քննեցմանը, Այո հանրային ստերջացմանը, այո հանրային վերահսկողությանը, կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենդանիները ապրելու իրավունք ունեն։ Եկեք հասկանացեք, որ չնայած որ մենք գործում ենք ոչնչոտել և սահմանափակել մեր իրավունքը, անցկացնել այս երթը դեպի կառավարության շենք,
Մենք գիտակցելով, որ այդ ամենը չի կարող տեղի ունենալ եւ որևէ մեկը չի կարող մեզ խոչընդոտել, խաղաղ մեզ եւ ոնց շարունակեցինք մեր ճանապարհը եւ կառավարության շենքի մոտ նույնպես արձանագրեցինք, որ մեր պահանջը մեկն է, որ տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որ տեղի ունենան բաց հանրային լսումներ, մասնագետների ներկայությամբ, կենդանապաշտպան ՀԿ-ների ներկայությամբ, որպեսզի ձևավորվի աշխատանքային իրական խումբ, որը այսօր այս նախագիծը կբերի այն խմբագրության, որը իրապես կաշխատի Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Մենք այսօր մոռանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքից դուրս չկա էլեմենտար անասնաբուժական նորմալ օգնություն։ Կլինիկաներ կան ընդամենը 1-2, մեկը Վանաձորում, մյուսը Գյումրիում։ Այն բոլոր մնացած Հայաստանի Հանրապետության հատվածները, Սիսիան, Կապան, հարակից գյուղերը ու եւ այլն մնում են առանց անասնաբուժական օգնության։ Երբ որ տեղի է ունենում խնդիր, մենք կենդանիներին ստիպված տեղափոխում ենք Երևան եւ այդ պայմաններում այն բոլոր դրույթները, որոնք որ այսօր սահմանվում են, այդ տեժերը, որոնք որ գրվում են վարչական օրենսգրքում, դրանք անիրագործելի են մեր իրականության մեջ եւ այդ ամենը պետք է հստակեցվի, այդ ամենը պետք է խմբագրվի, այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ասում ենք, ոչ անօրեն քնեցմանը, Այո, հանրային վերահսկողությանը, ստեղծում է միակ միջոց, կենդանիներին ապրելու իրավունք ունեն, Մենք այսօր նաև այստեղ ենք եւ կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր որ չեն միացել մեզ այդ իրավունքին, բայց հետևում են բոլոր իրադարձություններին։ Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր նույնիսկ անտարբեր են կարելի ասել այս հարցի նկատմամբ։ Հավատացած եղեք, որ մենք այսօր իրապես կանգնած ենք շատ լուրջ քայլի առաջ։ Մենք ամբողջականացնում ենք այսօր օրենսդրություն, որը որ գործելու է հետագայում բոլորիս համար, առանց բացառության։ Եվ եթե մենք այսօր չձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի անցկացվեն հստակ բաց հանրային լսումներ, որպեսզի ստեղծվի իրական հանրային վերահսկողության մեխանիզմ, ապա այս ամենը կհանգեցնի նրան, որ հետագայում օգտվելով օրենքում եղած բաց դռներից կկատարվի կենդանիների զանգվածային հավաք եւ քնեցում, քանի որ օրենքում գրված չէ, որ կենդանիների տվաքանակի կարգավորումը քննադատության եղանակով արգելված է, քանի որ օրենքում ամրագրված չէ, որ ստեղծումը կենդանիների տվաքանակի կարգավորման միակ միջոցն է, քանի որ օրենքում առանց հանրային վերահսկողության իրական մեխանիզմի բոլոր լիազորությունները տրվում են թիմերին, համայնքներին, իսկ մենք այսօր տեսնում ենք, թե համայնքների մակարդակով ինչ հայտարարություն է կատարվում, ինչ կոռուպցիոն սխեմաներ են իրագործվում կենդանիների հաշվին, եւ դա մեր իրականության մեջ անթույլատրելի է։ Այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք ոչ անօրեն քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, Ստեղծում է միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Մենք այսօր պետք է հիշեցնենք ազգային ժողովի պատգամավորներին, որ որևէ օրինագիծ, որևէ ընդունված դրույթ, որը որ վերաբերում է այսօր կենդանիներին,
Անիրագործելի է, եթե չլինի կենդանապաշտպան եւ կենդանասեր համայնքի աջակցությունը։ Առանց այդ աջակցության յուրաքանչյուր գրված դրույթ, յուրաքանչյուր գրված սահմանում, յուրաքանչյուր ընդունված նորմ չի իրականանա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այդ առումով այսօր ունի մասնագետների պակաս, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այդ առումով այսօր ունի սահմանափակ ռեսուրսներ եւ առանց կենդանապաշտպան համայնքի աջակցության որևէ բան չի կարող իրականանալ։ Այդ իսկ պատճառով մենք այսօր պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի անցկացվեն իրական բաց քննարկումներ, լսումներ, կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունների, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչների, կենդանաբաձների, կենդանիների հոգեբանների, այն գերատեսչությունների ներկայացուցիչների, որոնք հետագայում առնչվելու են տվյալ օրենքի հետ։ Մենք պահանջում ենք, որպեսզի օրենքում չլինեն երկիմաստ եզրույթներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի հաստատվի իրական հանրային վերահսկողության մեխանիզմ։ Մենք այսօր պահանջում ենք, որպեսզի մեր ձայնը լինի լսելի։ Այսօր մենք խոսում ենք կենդանիների փոխարեն եւ իրենց փոխարեն այսօր մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում այն խմբագրության առումով, որը առկա է տվյալ նախագծում։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մենք պետք է նաև արձանագրենք մի հստակ բան, որ միայն կացարաններով հարցը չի կարող լուծվել, արդյոք անհամար կենդանիներ չեն կարող տեղափոխվել կացարաններ։ Կացարանները, որոնք որ պետք է լինեն, որևէ մեկը չի ասում, որ դրանք պետք է չլինեն։ Այո, պետք է լինեն պետական մակարդակով կացարաններ, բայց այդ կացարանները պետք է լինեն հանրային վերահսկելի։ Այդ կացարաններում պետք է լինեն միայն հիվանդ կենդանիները, կենդանիները, որոնք ծեր են, լքված են, որոնք չեն կարող ապրել դրսում։ Կացարանը առողջ կենդանիների վայր չէ։ Կենդանիները այսօր կազմում են մեր էկո համակարգի մի մասը։ Մենք իրավունք չունենք խաթարելու այդ էկո համակարգը առանց որևէ գրագիտության, առանց որևէ հստակ նորմերի։ Եվ այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը պետք է իրականացվի միմիայն հստակ, ստաբիլ գործող ստեղծման ճանապարհով։ Մենք այսօր հայտարարում ենք, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը քննեցման եղանակով օրենքով պետք է լինի հստակ արգելված։ Այո։ Я знаю. Варькан Хабакхан, чтобы все собрались. Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Այո պատասխանատու վերաբերմունքին։ Այո բարեկեցությանը։ Այո պատասխանատու վերաբերմունքին։ Այո բարեկեցությանը։ Այսօր մենք հստակ պետք է արձանագրենք, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի շարունակվեն ապօրինի այդ ստեղծման տենդերները, որոնք այսօր իրապես չեն տալիս եւ որևէ արդյունավետություն։ Եվ դա ապացուցված փաստ է։ Մենք ուզում ենք, որպեսզի հանրությունը նույնպես այսօր մեր լսի։ Կենդանապաշտպան
Կենսաբան եւ կենթանասեր համայնքն առաջինն է, որ ցանկանում է, որպեսզի կենթանիների հարցը դրվի ճիշտ լուծման ճանապարհին, որպեսզի մենք ունենանք օրենք, ամբողջականացված օրենսդրություն, այնպիսի դրույթներով, այնպիսի նորմերով եւ եզրույթներով, որոնք որ հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետության իրականության սահմաններում։ Եվ այդ իսկ պատճառով մենք այսօր պահանջում ենք, որպեսզի կենթանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի անցկացվեն հստակ, բաց հանրային լսումներ, մասնագետների ներկայությամբ, աշխատանքային խմբով, որում ներգրավված կլինեն կենթանապաշտպան ՀԿ-ներ, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչներ, կենթանաբաններ, կենթանիների հոգեբաններ, իրավաբաններ, ինչպես նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք որ հետագայում ուղիղ առնչություն են ունենալու տվյալ օրենքի իրականացման հետ, այն է ներքին գործերի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ինչու ոչ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, ում մենք բազմիցս դիմում ենք ծրագրերի, ստեղծված ծրագրերի կոռուպցիոն սխեմաների հետ կապված, ինչու ոչ քննչական կոմիտե, որն այսօր ունի բազմաթիվ դիմումներ վերաբերող թե նույն այդ ստեղծված ծրագրերի, թե դաշան վերաբերմունքի դեպքերի, այն դեպքերի, որոնց մեծ մասի վրա քննչական կոմիտեում այսօր փակում են իրենց աչքերը եւ տվյալ գործերը կարճվում են եւ չեն քննվում պատշաճ ձևով։ Այս ամենը կանգնեցնելու համար մենք պահանջում ենք հստակ աշխատող օրենք, մենք պահանջում ենք տվյալ նախագծի վերադարձ քննարկումների սեղան եւ այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ անօրեն քննեցմանը, ոչ անօրեն քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, ստեղծումը միակ միջոց, կենթանիներն ունեն ապրելու իրավունք, կենթանիներն ունեն ապրելու իրավունք։ Զգոհարիցն է հետո։ Այո, հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, կենթանիներն ապրելու իրավունք ունեն։ Կենթանիների պաշտպանության դոգմա հասարակական կազմակերպության նախագծը վերլսեյվալ է։
ենք, որպեսզի մեր ձայնը, իսկ մենք այսօր խոսում ենք նաև կենդանիների փոխարեն, որոնք այսօր չեն կարող պաշտպանել իրենց շահերը, վերջապես դառնալ լսելի ազգային ժողովի բարձր ամբիոնից, որպեսզի տվյալ նախագծի հեղինակները վերջապես պատշաճ ուշադրություն դարձնեն մեր պահանջներին, որպեսզի դադարեցնեն շարունակել տարածելը ապա տեղեկատվություն այն մասին, որ կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունները մասնակցել են աշխատանքային խմբի ձևավորմանը, մասնակցել են տվյալ օրենսդրության քննարկումներին, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Եկեք բոլորս դա արձանագրենք։ Եվ մենք այսօր պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագիծը, չնայած նրան, որ անցել է առաջին ընթերցումը ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին, դեռ ուշ չէ խելքի գալու, դեռ ուշ չէ տվյալ նախագիծը վերադարձնելու քննարկումների սեղան, դեռ ուշ չէ այն վերամշակելու այնպես, որպեսզի այն իրապես պաշտպանի թե քաղաքացիների, թե մարդու, թե կենդանիների իրավունքը։ Ես հասկանում եմ, որ կենդանիների իրավունք եզրույթից շատերի մոտ ցնցումներ են այսօր առաջանում, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ կենդանիների ապրելու իրավունք հասկացությունը վաղուց ամրագրված է առաջատար երկրներում, դեռևս Եվրոպական կոնվենցիան համար 125 այդ մասին խոսում եւ դա ամրագրում է։ Եվ եթե այսօր մենք խոսում ենք նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է դեպի Եվրոպա, ուրեմն մենք պետք է հասկանանք մի բան, որ մենք պետք է դադարեցնենք տարանջատելը մարդու իրավունքները կենդանիների իրավունքներից։ Մարդը ունի պատասխանատվություն։ Անպատասխանատվության հետևանքով տարիներ շարունակ այս հարցը հանգել է մի իրավիճակի, երբ որ մենք ունենք մի պատկեր, որ այո, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կա վառ արտահայտված անտուն կենդանիների խնդիր, բայց մենք պետք է արձանագրենք, որ այդ կենդանիները չէ, որը ընտրել են դրսում ապրելու տարբերակը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք, որ ոչ ապօրինի քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Да нормально, разминаешься как раз, ори давай. Yes, from Portugal. Եվ այդ ամենը հստակ պետք է ամրագրում գտնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, մեր իրականության պայմաններում, եւ պետք է իրականացվի հստակ իրական աշխատանք։ Մենք շատ բան չենք պահանջում, մենք պահանջում ենք, որպեսզի այսօր հնարավոր լինի իրապես այս հարցը դնել ճիշտ լուծումների, ճիշտ ճանապարհին, իսկ այս օրինագծով նման հում եւ անհասկանալի խմբագրությամբ, իհարկե եւ որևէ պարագայում այս հարցը չի կարողանա ստանալ նորմալ ընթացք եւ լուծում, առանց կենդանապաշտպան ՀԿ-ների աջակցության, առանց կենդանասեր համայնքի աջակցության, որևէ օրենք չի կարող իրագործելի լինի մեր իրականության պայմաններում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում Երևանից դուրս նույնիսկ չկան էլեմենտար անասնաբուժական մասնագիտական կլինիկաներ, երբ որ մենք կանգնում ենք խնդրի առաջ, երբ նույն Սիսյանից, նույն Կաբանից եւ այլ տարածքներից ստիպված ենք լինում վիրավոր կենդանիներին տեղափոխել Երևան, որպեսզի տրամադրվի բուժօգնություն։ Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկնում ենք ոչ ապօրինի քնեցմանը, Ոչ ապօրինի քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, կենդանիները ունեն ապրելու իրավունք։
Ոչ դաշան վերաբերմունքին։ Այո մարդասիրական լուծումներին։ Ստեղծացումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Իսկ ինչ հանք է երկու ձայնի պիսվել։ Որպեսի ընդեղել դեպքեր։ Իսկ ավելի ճիշտ չի լինեն մեր շաբից գորար հորվորը։ Մեկ անգամ բարձրաձայնում ենք մեր պահանջը, դիմելով պատգամավոր Մերի Գալստյանին, Տիկին Գալստյան, կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունները, պարզապես սրտացավ քաղաքացիները, կենդանասեր ամբողջ համայնքը, ձեզ այսօր կոչ է անում, հետ վերադարձնել օրինագիծը քննարկումների սեղան, անցկացնել բաց հանրային լսումներ, ստեղծել աշխատանքային մասնագիտական խումբ, քննարկել իրական լուծումներ, ստեղծել հստակ օրենսդրություն, ձևավորել այնպիսի դրույթներ, որոնք չեն լինելու երկիմաց։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ օրինագիծը այսօրվա խմբագրմամբ լիազորում է և օրինական լիազորություն է տալիս այն բոլոր կոռուպցիոն սխեմաներին, որոնք որ իրականացնում են կենդանիների հաշվին ստեղծման անվան տակ։ Դրա վերաբերյալ մենք արդեն իսկ ունենք տված բազմաթիվ հաղորդումներ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։ Մենք դրա մասին անընդհատ բարձրաձայնում ենք, կոչ ենք անում, որպեսզի պատկան մարմինները այդ ամենին ուշադրություն դարձնեն։ Եվ հիմա մենք կանգնած ենք մի իրականության առաջ, երբ ազգային ժողովում ցանկանում են լիազորել այդ բոլոր կոռուպցիոն սխեմաները օրենքի խոսքով, ցանկանում են բոլոր լիազորությունները առանց հանրային վերահսկողության ռեալ մեխանիզմի տրամադրել դիմերին, համայնքներին, ինչը այսօր անթույլատրելի է, քանի որ դա բերելու է կենդանիների զանգվածային հավաքի և այո զանգվածային ոչնչացման, որովհետև օրենքում չկա խոչընդոտող և որևէ եզրույթ այդ առումով, չկա հստակեցում, իսկ օրենքը նրա համար է, որ այնտեղ լինեն հստակ դրույթներ, այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք Ոչ հանրային քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Զարմացել են, իրանք միշտ ուրիշ բաներ ասում, միտինգները։ այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։
եկեք միասին արձանագրենք, որ մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան։ Մենք պահանջում ենք իրավեսական լսումներ։ Մենք ոչ ենք անում հանցությունը եւ նույնիսկ հանցում ենք դասվածին, որ այսօր անտարբեր է։ Կամ ուղղակի պարզապես չի ուզում օրենքի հետ կապված այս խնդիրները։ Հասկանամ, որ այս ամենը վաղը եւ նույնը դիմելու է բոլորին, որովհետեւ օրենքում կան բազմաթիվ դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են մեր իրականության պայմաններում։ Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ չկա արված աշխատանք հասարակական կազմակերպությունների հետ, որ մասնագետների կարծիքը եղել է անտեսված, որ 7 պաշտոնական դիմում ա դրվել ազգային ժողով, եւ այդ դիմումներն այսօր մնացել են անպատասխան, ինչը մեր իրավունքների ուղիղ խախտում ա, եւ մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ նախագծի հեղինակ Մերի Գալստյանը հայտարարի հանրային լսումների անցկացման մասին, որպեսզի վերադարձնի տվյալ օրինագիծը քննարկումների սեղան, որպեսզի իրականացվեն հստակ լայնածավալ քննարկումներ եւ աշխատանք, կենդանապաշտպան ըստների, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչների, կենդանաբարձերի, կենդանների հոգեբանների, այն գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետագայում առնչություն են ունենալու տվյալ օրենքի հետ, որպեսզի մենք չունենանք այն պատկերը, որը ունենք այսօր, կապված կենդանիների վերաբերյալ դաժան վերաբերմունքի օրենքի հետ, երբ որ քննիչները շատ հարցերում իրապես չեն գիտակցում եւ չեն հասկանում, թե ինչպես պետք է աշխատացնեն այդ հոդվածը, որը այսօր ամրագրված է, եւ որը նույնպես փոփոխման կարիք ունի, որը նույնպես պետք է վերամշակվի։ Այդ իսկ պատճառով մենք այսօր ասում ենք ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ապրելու իրավունք ունեն։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Այո մարդասիրական լուծումներին։ Այո մարդասիրական լուծումներին։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ոչ ապօրինի քննեցմանը։ Ոչ ապօրինի քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Մենք ոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուշադրություն դարձնել մեր պահանջին, պաշտոնական պատասխաններ հղել այն բոլոր դիմումներին, որոնք որ մենք ուղարկել ենք, անցկացնել հանրային բաց լսումներ, անցկացնել քննարկումներ, դադարեցնել օրենքի առաջ խաղացումը նման անհասկանալի եւ երկիմարդ խմբագրությամբ։ Մենք պահանջում ենք, որպեսզի լսումները լինեն իրական։ Մենք պահանջում ենք, որպեսզի սահմանվի հանրային վերահսկողություն։ Մենք ասում ենք ոչ կոռուպցիոն սխեմաների լիազորման օրենքով։ Մենք ասում ենք այո մարդասիրական լուծումներին։ Այո, մենք ասում ենք, որ տվյալ խնդիրը կարիք ունի կարգավորման, բայց այդ կարգավորումը որևէ կապ չունի այն օրինագծի հետ, որը այսօր ներկայացված է ազգային ժողովում, այն կապ չունի այն խմբագրության հետ, որը այսօր առկա է։ Այդ իսկ պատճառով մենք ասում ենք ոչ ապօրինի քննեցմանը։ Ոչ ապօրինի քննեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։
Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Վերջապես կհասկանան, որ նման կերպ տվյալ օրինագիծը առաջ տանել չի կարելի, որ պետք է վերադառնալ քննարկումների սեղան, պետք է իրականացնել իրական լուծումներ, պետք է հստակ հասկանալ, ինչու՞մն է կայանում պատասխանատու վերաբերմունք հասկացությունը, ինչու՞մն է կայանում բարեկեցություն հասկացությունը, ինչպես այս ամենը պետք է ամրագրել օրենքով։ Մենք այսօր պահանջում ենք, որպեսզի օրենքում չլինեն երկիմաց զրույցներ, մենք պահանջում ենք հստակեցում, մենք պահանջում ենք, որպեսզի օրենքում հստակեցում, հնարավոր է միայն ստեղծական ծրագրի միջոցով, միայն բնդում, ստեղծում, պատվաստում, վերադարձ ծրագրերի միջոցով, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը քննեցման տարբերակով արդարված է։ Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք նաև հանրային վերահսկողության ռեալ մեխանիզմ, որպեսզի մենք կարողանանք վերահսկել այդ առումով կատարվող աշխատանքները համայնքներում, որպեսզի հողակները դառնան վերահսկելի, որպեսզի վերանան այն բոլոր կոռուպցիոն սխեմաները, որոնք այսօր իրականանում են կենդանիների հասցի լուծման հաշվին։ Այդ իսկ պատճառով մենք ասում ենք ոչ ապօրինի քննեցմանը, ոչ ապօրինի քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, ոչ դաշան վերաբերմունքին, ոչ դաշան վերաբերմունքին, այո մարդասիրական լուծումներին, այո մարդասիրական լուծումներին, ոչ ապօրինի քննեցմանը, ոչ ապօրինի քննեցմանը, այո հանրային վերահսկողությանը, վերջացումը միակ միջոց, վերջացումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Всё, թողեք։ Ստեղծումը միակ միջոց, Վերջացումը միակ միջոց։ կենդանիներն ունեն ապրելու իրավունք, Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Այսօր մենք խոսում ենք կենդանիների փոխարեն, քանի որ կենդանիները չեն կարող պաշտպանել իրենց
շահերը, ոչ ոստիկանությունում, ոչ քննչական կոմիտեում, ոչ դատախազությունում, ոչ էլ դատարաններում, առավել ևս ազգային ժողովում։ Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ առանց կենդանապաշտպան համայնքի ներկայության, առանց կենդանասերների աջակցության, որևէ օրենք, որևէ դրույթ չի կարող դառնալ իրականանալի Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Այդ իսկ պատճառով մենք այսօր պահանջում ենք, որ տվյալ օրինագիծը վերադառնա քննարկումների սեղան, որ տեղի ունենան իրական քննարկումներ կենդանապաշտպան համայնքի ներկայացուցիչների, կենդանավարժների, կենդանիների հոգեբանների, անաստաբուժական կլինիկաների ներկայացուցիչների, իրավաբանների, այն գերատեսչությունների ներկայացուցիչների, որոնք հետագայում ուղիղ առնչություն են ունենալու տվյալ օրենքի յուրաքանչյուր դրույթի կատարման հետ, եւ մեր պահանջը հստակ է եւ բաց։ Տվյալ օրենքից պետք է վերանան բոլոր երկիմաստ արտահայտությունները, որ ամեն բան պետք է հստակ ամրագրված լինի, եւ այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ասում ենք. Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստերջացումը միակ միջոց։ Ստերջացումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Ոչ դաժան վերաբերմունքին։ Այո մարդասիրական լուծումներին։ Այո մարդասիրական լուծումներին։ Հայաստանի թափառող կենդանիների պաշտպանող արտադրություն պատասխան չեն ստացել Գոնեն ներկայացուցիչը փորձեք ուզել։ Ես էլ եմ խոսակել, բայց ես չեմ կարող պրոպագանդալ շատ մարդկանց իրեն խոսակել։ Հայաստանի դեռ շատ ամենուրը։ Բայց օրինակ մի բան ասեմ, պատկերացրեք բոլոր մարդիկ հավ չեն ուտում։ Հավն է վայրի կենտրոն չէ, բոլոր հավերը կվերանան։ Դրանովից հավերի դեպքում Սա հենց մեր բացը չկացիք է Նրանք հենց փոխեց բանած բան։ Որովհետև արդեն երկրորդ բանը Ընկերներ անցանք։ Անցանք միացին բոլորը։ Ոչ ապօրինի քնեցմանը։ Այո հանրային վերահսկողությանը։ Ստերջացումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Ընկերներ խնդրում եմ կենտրոնանանք այստեղ։ Ժողովուրդ
նախ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր ներկա գտնվեցին տվյալ երթին եւ հանուն կենդանիների, հանուն իրենց ապրելու իրավունքի, այդ իրավունք հասկացության ամրագրման։ Սիրելի ընկերներ, ավարտելով տվյալ երթը, եկեք եւս մեկ անգամ արձանագրենք, որ մենք այսօր պահանջում ենք իրատեսական լուծումներ։ Մենք այսօր շատ բան չենք պահանջում, մենք ասում ենք, որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ձևավորվի իրապես մարդասիրական վերաբերմունք, որպեսզի մենք կարողանանք մարդասիրական միջոցով լուծել տվյալ խնդիրը։ Այս խնդիրը չի լուծվելու ոչ մեկ օրում, ոչ երկու օրում, այն չի լուծվելու բազմաթիվ կացարաններ բացելով։ Բոլոր նրանք, ովքեր որ այսօր հայտարարում են, որ կացարան կբացենք ու հարցը կլուծվի, նրանք պարզապես ստում են։ Խնդիրը իրապես խորն է։ Խնդիրը կապված է թե մարդու պատասխանատվության գիտակցության հետ, թե առհասարակ բարեկեցություն հասկացության հետ, թե նրա հետ, որ առ այսօր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով չեն իրականացվել ստաբիլ ստեղծման ծրագրեր, չի իրականացվել եւ որևէ հստակ աշխատանք, լուսավորչական աշխատանք պետության կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, համայնքների կողմից։ Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ խմբագրվում է օրենք, որը չի անցնում եւ որևէ քննարկում մասնագիտական ՀԿ-ների հետ, չի անցնում որևէ քննարկում իրական աշխատանքային խմբի հետ, մասնագետների ներգրավվածությամբ, անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչներով, իրավաբաններով, կենդանաբաշխներով, կենդանիների հոգեբաններով, ինչպես նաեւ այն գերատեսչությունների ներկայացուցիչներով, ովքեր որ հետագայում ուղիղ առնչություն են ունենալու տվյալ օրինագծի յուրաքանչյուր դրույթի հետ։ Եթե այդ ամենը տեղի չունենա, մենք ունենալու ենք շատ տխուր պատկեր, քանի որ այսօրվա օրենքում չկան հստակ ամրագրումներ, չկա ամրագրված, որ կենդանիների թվաքանակի նվազումը չի կարող իրականանալ քնեցման միջոցով, որ դա արգելված է, չկա ամրագրված, որ կենդանիների թվաքանակի միակ միջոցը դա ստեղծումն է եւ այլ միջոց լինել չի կարող։ Դռները բաց են թողնված լիովին բաց, հետագայում որոշակի ենթաօրենսդրական փոփոխություններով այդ ամենը հանգեցնելու նրան, որպեսզի տեղի ունենա կենդանիների զանգվածային հավաք եւ միանշանակ քնեցում, որովհետեւ մեզ ասելու են որտեղ է արգելքը օրենքում, ցույց տվեք մեզ այդ արգելքը, որը այսօրվա խմբագրությամբ պարզապես գոյություն չունի։ Դրա համար մենք ասում ենք ոչ ապօրինի քնեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծումը միակ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Հարգելիներս, հաշվի առնելով, որ մեր նախորդ խնդրանք, պահանջ, հորդորները մնացել են անպատասխան, կարելի է ենթադրել, որ թերևս ոչինչ չի փոխվի։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ ուշադիր եղեք մեր գրառումներին, որպեսզի այսօրվա բոլոր մասնակիցները, ինչպես նաև մեր բացական ընկերները, մեր մյուս հանրահավաքին ներկա գտնվեն, որը տեղի է ունենալու երթով դեպի ազգային ժողով։ Շատ շնորհակալ եմ, մինչ հանդիպում։ Կենդանիների իրավունքները Հայաստանում պետք է լինեն պաշտպանված եւ այլ տարբերակ լինել չի կարող։ Խնդրում եմ անպայման ուշադիր լինեք, մի բացատրեք, որովհետև շատ կարևոր է, մյուս անգամ էլ ավելի շատ